Այս կլորով զգում ես, որ ըստ է։ Նորածնին Նարեկ Պետրոսյանը Հալաբյան 13 շենքի այս հատվածից է գտել։ Հանրապետական ծննդատնից նշում են, փոքրիկի վիճակն այս պահին կայուն է։ Նարեկն այս շենքում է բնակվում, ամսի 10-ին 8:30-ի շրջակայքում արգելափակոցը նորոգելիս է եղել, երբ հարևանուհին խնդրել է ստուգել, թե ինչ կա այդ հատվածում, քանի որ ինչ-որ ձայներ է լսել։ Մի պահ ուզում էի ոտքով խփեի, այդ աջալ էր էլի։ Մի խփեի, բարեբախտաբար հետ քաշի ոտս, կռացա աջերը բարսի ջոգեմ լացա գալի, լացոցակ։ Ու զգացի, որ երեխայի արդեն դեմս երեխայի պատկերը դուրս եկավ, անմիջապես հենց այդպես աջալով գրկել եմ, ջեբիցս հեռախոսը հանել եմ ու զանգել եմ շտապօգնություն։ Շտապօգնությունը երեխային տեղափոխել է բժշկական կենտրոն ծանր վիճակում։ Երեխայի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան։ Շնչական անբավարարություն, ներքաշումներ, որոնք հիմա էլ դեռ մի քիչ պահպանվում են, բայց շատ ավելի թեթև են, որտեղ հատուկ սարք է միացված շնչական համակարգը աջակցելու համար։ Շատ տեղերում գրել են, որ վիճակը բավարար է, դա այդպես չի, բայց վիճակը բավական ստաբիլացել է, ջերմաստիճանը բարձրացրել ենք աստիճանաբար։ Նորածնի վրա բռնության հետքեր, վնասվածքներ բարեբախտաբար չեն եղել, ասում է բժիշկը։ Ոչ մի կասկած երեխան ծնվել է հենց նույն օրը, օգոստոսի 10-ին, վստահեցնում է նա։ Գտնվելու պահից առաջ գուցե ծնվել է 4-5-6 ժամ առաջ, բայց ոչ 1 օր առաջ։ Հստակորեն պորտալարը կապած էր, բայց կտրված չէր, եւ պորտալարը բավական թար վիճակում էր, անհնարավոր նախորդ օրը ծնված լինել։ Պորտալարի վիճակից ելնելով բժիշկ Ջերջերյանը նաև նշում է, ծննդաբերությունը հիվանդանոցում տեղի չի ունեցել, այլ որևէ այլ վայրում։ Ինչպես է երեխան հայտնվել այնտեղ, ովքեր են ծնողները, առայժմ պարզ չէ։ Ոստիկանությունից լուրերին փոխանցեցին, ինտենսիվորեն շարունակում են բացահայտման աշխատանքները։ Նարեկ Պետրոսյանը երեխային առաջինը տեսնողը, պատմում է, ոչ մեկ չի նկատել, թե ինչպես են երեխային այդտեղ դրել։ Որոշ տեսախցիկների տեսագրություններն էլ ոչ մեկին չեն ֆիքսել։ Վերադառնալով պատմության սկզբին, երեխան Նարեկին շատ է հուզել։ Կապետ երեխայի հետ կապը պահելու եմ, չեմ թողելու ասենց անցնի ու գնա։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։